Համեստ կինը շքեղ հյուրանոցը ժամանում թոռան հարսանիքին բոլորի աչքի առաջ նվաստացվում։ Այն, ինչ ոչ ոք չգիտեր, այն էր, որ նա ցանցի սեփականատիրոջ մայրն էր, նրա արձագանքը պետք է ցնցեր նրա կայսրությունը։ Սկանդալը պայթում է, բացահայտելով բացառման մի համակարգ, որը երկար ժամանակ թաքնված էր մնացել։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Շաբաթ օրվա առը պայծառ շողում էր Երան քաղաքի վրա, արտացոլվելով երկինքը հատող շենքերի հայելապատ պատուհաններում։ Դա առանձնահատուկ օր էր, այնպիսին, որ մնում է հիշողության մեջ ոչ միայն պլանավորված տոնակատարությունների, այլ այն բանի համար, ինչ ճակատագիրը պահում է, երբ ամենաքիչն է սպասում։ Տիկին Զուլեյդան այդ առավոտ շուտ արթնացավ, ինչպես միշտ անում էր, նույնիսկ 78 տարեկանում։ Նրա դեռս ճարպիկ մատները սուրճ պատրաստեցին, այն հոտը, որը միշտ հանգստացնում էր նրան մինչ։ Նրա սիրտը բաբախում էր ուրախությունից, խառնված մի փոքր անհանգստության հետ։ Այսօր Մաթոսի, իր սիրելի թոռան հարսանիքն էր։ Այն տղան, որին նա օրորել էր իր գրկում, որը մեծացել էր, լսելով նրա պատմությունները, որը դարձել էր փայլուն իրավաբան, պաշտպանելով նրանց իրավունքները, ովքեր ձայն չունեին։ Մաթոսը միշտ առանձնահատուկ էր, մանուկ հասակից։ Նա ուներ մարդկանց աչքերի մեջ նայելու, իսկապես լսելու, հոգ տանելու այդ ձ. Տիկին Զուլեյդան ժպտաց, հիշելով, թե ինչպես էր նա նստում իր ոտքերի մոտ, Էրեբունի իրենց պարզ տան խոհանոցում, կլանելով նրա ասած ամեն բառը հարգանքի, արժանապատվության բարության մասին։ Արարողությունը տեղի էր ունենալու արքայական պալատում, կենտրոնի շրջանում գտնվող հինգաստղանի հյուրանոցում, որը տպավորիչ էր ու շքեղ, այնպիսին, որին նա հեռվից էր միայն տեսնում, երբ ստիպված էր անցնել պողոտայով։ Նրա դուստրը Մարթան պնդել էր, որ նա մնա այնտեղ հարսանիքից մեկ օր առաջ։ Ասում էին, որ դա ավելի գործնական է։ Այդպես նա ստիպված չէր լինի անհանգստանալ երթեկության, ճանապարհի հոգնածության համար։ Տիկին Զուլեյդան սկզբում վարանեց։ Շքեղ հյուրանոցները նրա աշխարհը չէին։ Նա ավելի հարմարավետ էր զգում իր պարզ տնակում, բակում իր բույսերով, իր ծանոթ հարաններով, իր հանգիստ առօրյայով։ Բայց Մաթոսը պնդել էր, իր սիրտը հալեցնող ժպիտով. «Տատիկ, դու ինձ համար ամենակարևոր մարդն ես։ Ես ուզում եմ, որ դու այնտեղ լինես, հանգիստ, ուրախ, վայելելով յուրաքանչյուր պահը։ Խնդրում եմ»։ Եվ ինչպես նա կարող էր մերժել։ Իր թոռը արժանի էր ամենալավին, եթե այդ հյուրանոցում լինելը կարող էր նրա համար, ապա նա կգնար։ Արժանապատվորեն, նույն կեցվածքով, ինչ միշտ ունեցել էր, նույնիսկ երբ կյանքը հեշտ չէր։ Տիկին Զուլեյդան խնամքով ընտրեց իր հագուստը։ Մուգ կապույտ զգեստ, պարզ, բայց էլեգանտ, որը ինքն էր կարել տարիներ առաջ, որը դեռս հիանալիորեն սազում էր նրան։ Նրանց ցածրակրուն կոշիկները հարմար էին իր երկար զբոսանքների համար։ Ոչ մի շքեղ զարդ, միայն այն աղոթքի ուլունքները, որը ստացել էր մորից, ամուսնական մատանին, որը երբեք չէր հանել մատից, նույնիսկ այսքան տարիներ անց։ Նա նայեց հայելու մեջ։ Նրա սպիտակ մազերը լավ սանրված էին նր։ Ադեմքը, որի վրա ժամանակի կնճիռներն էին դրոշմված, դեռս պահպանում էր այն հանդարտ գեղեցկությունը, որը ապրել էր նպատակով սիրով։ Կեսօրին Մարթայի կանչած տաքսին ազդարարեց դռան մոտ։ Տիկին Զուլեյդան վերցրեց իր փոքր ճամպրուկը, կողպեց տունը, մեկնեց քաղաքի մյուս կողմ։ Մինչ մեքենան անցնում էր Երանով, նա պատուհանից դիտում էր բնապատկերի փոփոխությունը։ Իր թաղամասի պարզ տները տեղը զիջում էին լայն պողոտաներին, երկնաքերերին, ապրանքանիշային խանութներին։ Դա կարծես մտնելը լիներ մեկ այլ աշխարհ, մի աշխարհ, որը նա գիտեր, բայց որի մասը երբեք չէր կազմել։ Վարորդը, միջին տարիքի մի պարոն, Հովսեփ անունով, քաղաքավարի էր ողջ ճանապարհին։ Նրանք խոսեցին երթեկության, շոքի, հարսանիքի մասին։ Տիկին Զուլեյդան հպարտությամբ էր խոսում թոռան մասին, Հովսեփը լսում էր անկեղծ հետաքրքրությամբ։ Արքայական պալատի դիմաց հասնելուն պես նա իջավ, օգնելու նրան ճամպրուկի հետ, մաղթելով նրան հրաշալի օր։ Նա շնորհակալություն հայտնեց ջերմ ժպիտով, վճարեց ուղևորցը առատաձեռն թեյավճար տվեց, չնայած իր համեստ խնայողություններին։ Հյուրանոցը մոտիկից էլ ավելի տպավորիչ էր։ Տպավորիչ ճակատամասը ամբողջությամբ բաց մարմարից, ոսկեգույն մանրամասներով, որոնք փայլում էին արի տակ։ Երկու հսկայական ապակե դռներ ավտոմատ բացվեցին, կարծես հրավիրելով հյուրերին մտնելու շքեղության նրբագեղության աշխարհ։
Տիկին Զուլեյդան խորը շունչ քաշեց, ուղեց պայուսակի ուսակապը ներս մտավ։ Նախասրահը տպավորիչ էր։ Մարմարե հատակը փայլում էր հայելու պես, արտացոլելով բարձր առաստաղից կախված հսկայական բյուրեղապակյա ջահերը։ Կային սպիտակ կաշվե բազմոցներ, հսկայական ծաղկային կոմպոզիցիաներ, կենտրոնում ջրի շատրվան, հետին պլանում ընդարձակ ու տպավորիչ ընդունարանի սեղան, 4 համազգեստավոր աշխատակիցներով։ Բայց ինչ-որ բան փոխվեց օդում, հենց որ տիկին Զուլեյդան հատեց այդ դռները։ Նա զգաց հայացքները։ Դրանք ողջույնի հայացքներ չէին։ Դրանք զարմանքի, օտարության, անվստահության հայացքներ էին։ Շքեղ հագնված մի տիկին, որը սպասում էր բազմոցների մոտ, արագ շեղեց հայացքը։ Մի երիտասարդ զույգ շշնջաց ինչ-որ բան իրար հետ, մինչ նա անցնում էր։ Դռնապանը, որը բացել էր դուռը, պահպանեց չէ։ Զոկ արտահայտություն, բայց նրա մարմինը մի փոքր շրջվեց, կարծես զգոնության մեջ լիներ։ Տիկին Զուլեյդան լավ գիտեր այդ հայացքները։ Նա ապրել էր 78 տարի, մեծացրել 3 երեխա գրեթե մենակ, ամուսնու հեռանալուց հետո, աշխատել էր որպես տնային օգնական հարուստ ընտանիքների տներում։ Նա գիտեր, երբ ցանկալի չէր։ Գիտեր, երբ իր ներկայությունը անհանգստացնում էր։ Բայց նա սովորել էր կյանքի ընթացքում գլուխը բարձր պահել, արժանապատվությունը պահպանել առաջ շարժվել։ Նա թույլ չէր տա, որ նախապաշարմունքային հայացքները փչացնեն իր թոռան հարսանիքի ուրախությունը։ Նա վճռական քայլերով գնաց ընդունարան, քաշելով իր անիվավոր ճամպրուկը։ Կար մի փոքր հերթ, նրա դիմաց ընդամենը 2 մարդ։ Նա համբերատար սպասեց, դիտելով շրջակա միջավայրը։ Ամեն ինչ չափազանց կատարյալ էր, չափազանց մաքուր, չափազանց սառը։ Այնտեղ մարդկային ջերմություն չկար, միայն հաշվարկված հեռավոր արդյունավետություն։ Երբ իր հերթը հասավ, նա մոտեցավ սեղանին մեղմ ժպիտով։ Ընդունարանի աշխատողը անթերի տեսքով երիտասարդ էր, սանրված մազերով, կատարյալ սազեցրած մուգ ապույտ կոստյումով, փոքրիկ ոսկեգույն ցուցանակով, որի վրա գրված էր Ռիչարդ։ Նա վերից վար նայեց նրան, տիկին Զուլեյդան նկատեց դատողությունը այդ աչքերում։ Նա ոչինչ չասաց, պարզապես պահպանեց իր ժպիտը։ Բարի երեկո, ասաց նա իր մեղմ, բայց վճռական ձայնով։ Ես ամրագրում ունեմ Զուլեյդա Մարիա դոս Սանտոս անունով։ Ընդունարանի աշխատողը նույնիսկ չպատասխանեց ողջույնին։ Նրա մատները սկսեցին մուտքագրել համակարգչում, դեմքը ստացավ աճող անհամբերության արտահայտություն։ Մի քանի վայրկյան նա նայում էր էկրանին, կնճռոտելով հոնքերը։ Ես չեմ գտնում, որ է ամրագրում այդ անունով, չորսուզուր ասաց նա, առանց նայելու նրան։ Տիկին Զուլեյդան հանգիստ մնաց։ Դա այսօրվա, շաբաթ օրվա համար է։ Իմ դուստրը ամրագրումը կատարել է 2 շաբաթ առաջ։ Իմ թոռան հարսանիքը վաղը այստեղ, հյուրանոցում է։ Ո՞րն է ձեր թոռան անունը, հարցրեց նա այնպիսի տոնով, որը հստակ դարձրեց նրա անվստահությունը։ Մաթոս Հենրիկե Կոստա։ Արարողությունը տեղի կունենա գլխավոր սրահում։ Ընդունարանի աշխատողը կրկին մուտքագրեց, այս անգամ ինչ-որ բան գտնելով։ Նրա արտահայտությունը, սակայն, չբարելավվեց։ Ընդհակառակը։ Նրա շրթունքները սեղմվեցին բարակ գծի։ Այո, վաղը կա միջոցառում այդ անունով։ Բայց ես չեմ տեսնում, որ է կապված կացության ամրագրում։ Տիկին, վստահ եք, որ ինչ-որ մեկը կատարել է այդ ամրագրումը։ Նրա ձայնը հստակ ակնարկ էր պարունակում։ Տիկին Զուլեյդան կրծքավանդակում ցավ զգաց, բայց խորը շունչ քաշեց։ Այո, վստահ եմ։ Իմ դուստրը, Մարթա Կոստան, կատարել է ամրագրումը։ Նա Պողոսի քույրն է։ Պողոսի անունը հիշատակելիս ինչ-որ բան արագորեն անցավ ընդունարանի աշխատողի աչքերով, բայց նա շարունակեց նույն կեցվածքով։ Տիկին, ես պետք է խնդրեմ, որ ինձ ցույց տաք ամրագրման հաստատումը։ Հակառակ դեպքում, ես չեմ կարող կատարել գրանցումը։ Տիկին Զուլեյդան բացեց իր պայուսակը։ Դա այն ապրանքանիշային պայուսակներից չէր, որոնք նա տեսնում էր հյուրանոցի մյուս կանանց մոտ։ Դա պարզ, կտորից պայուսակ էր, որը ինքն էր կարել։ Նա փնտրեց իր իրերի մեջ այն թուղթը, որը Մարթան տվել էր իրեն։ Նրա ձեռքերը, որոնց վրա ժամանակի աշխատանքի հետքերն էին, թեթակի դողում էին, մինչ նա գտնում էր Աստա թուղթը։ Նա տվեց այն ընդունարանի աշխատողին։ Նա վերցրեց թուղթը ակնհայտ անտարբերությամբ, արագ նայեց վերադարձրեց։ Այս հաստատումը վավեր չէ։ Այն չունի ճիշտ հաստատման համարը։
Բայց ամրագրման համարն այստեղ է, պնդեց տիկին Զուլեյդան, ցույց տալով թուղթը։ Իմ դուստրը ինձ հավաստիացրել էր, որ ամեն ինչ կարգին է։ Տիկին ընդունարանի աշխատողը բարձրացրեց ձայնը, գրավելով նախասրահի մյուս մարդկանց ուշադրությունը, սա վավեր հաստատում չէ։ Ես չեմ կարող ընդունել։ Եվ անկեղծ ասած, նա մի փոքր թեքվեց սեղանի վրայով, դուք պետք է հասկանաք, որ սա հինգաստղանի հյուրանոց է։ Մենք ունենք ստանդարտներ։ Մենք չենք կարող պարզապես ընդունել ցանկացած փաստաթուղթ, որը հայտնվում է այստեղ։ Տիկին Զուլեյդայի արյունը սառեց։ Ցանկացած փաստաթուղթ։ Ակնարկը հստակ էր։ Նա գրեթե ասում էր, որ նա կեղծել է հաստատումը։ Որ նա ինքնակոչ էր։ Շրջապատի մարդիկ սկսեցին կանգ առնել դիտել տեսարանը։ Շշուկներն ուժեղացան։ Ես ոչ ոքի չեմ փորձում խաբել, ասաց նա, նրա ձայնը դեռ հանգիստ էր, բայց այժմ դողով։ Իմ դուստրը կատարել է այս ամրագրումը։ Ես եկել եմ միայն իմ թոռան հարսանիքին։ Խնդրում եմ, կարող եք կրկին ստուգել։ Ընդունարանի աշխատողը անհամբեր ժեստ արեց։ Տիկին, ես արդեն ստուգել եմ։ Ամրագրում չկա։ Եվ անկեղծ ասած, նույնիսկ եթե լիներ, անհրաժեշտ կլիներ կրեդիտ քարտ երաշխիքի համար։ Դուք կրեդիտ քարտ ունեք։ Նա գիտեր պատասխանը։ Նա այդ հարցը տալիս էր միայն նրան նվաստացնելու համար։ Տիկին Զուլեյդան զգաց, որ արցունքները սպառնում են հայտնվել, բայց զսպեց դրանք։ Նա չէր տա նրան այդ բավականությունը։ Նա չէր լացի այնտեղ, բոլոր այդ անծանոթների առջ, ովքեր նրան նայում էին խղճահարության դատողության խառնուրդով։ Ես փող ունեմ, ասաց նա արժանապատվորեն։ Կարող եմ վճարել կանխիկ։ Ընդունարանի աշխատողը կարճ ու չոր ծիծաղեց։ Տիկին, այս հյուրանոցը կանխիկ վճարում չի ընդունում։ Միայն քարտեր։ Դա ճիշտ չէր, տիկին Զուլեյդան գիտեր դա։ Բայց ինչ կարող էր նա անել։ Վիճել։ Սկանդալ բարձրացնել։ Ոչ։ Դա նրա բնույթը չէր։ Նա իր ողջ կյանքն ապրել էր արժանապատվորեն, նույնիսկ ամենադժվար իրավիճակներում, չէր կորցնի դա հիմա։ Այդ պահին մի կին ոտեցավ։ Դա մենեջերն էր, որը ճանաչելի էր իր ցուցանակով, որի վրա գրված էր Վանեսա Մուրադյան, հյուրանոցի կառավարիչ։ Նա 40 տարեկան մի կին էր, շիկահեր մազերը հավաքված կատարյալ կապոցով, անթերի դիմահարդարմամբ, մոխրագույն կոստյումով, որը ճչում էր նրբագեղություն։ Ինչ խնդիր կա այստեղ, հարցրեց նա հեղինակավոր ձայնով, հերթով նայելով ընդունարանի աշխատողին տիկին Զուլեյդային։ Ռիչարդը շտապեց բացատրել, ամբողջությամբ աղավաղելով իրավիճակը։ Այս տիկինը փորձում է գրանցվել անվավեր հաստատումով։ Ես արդեն բացատրել եմ, որ մենք չենք գտնում որևէ ամրագրում նրա անունով, որ մեզ կրեդիտ քարտ է անհրաժեշտ։ Նա պնդում է մնալ այստեղ։ Վանեսան նայեց տիկին Զուլեյդային նույն դատող հայացքով։ Դա մի հայացք էր, որը շատ բան էր ասում, առանց բառերի կարիքի։ Մի հայացք, որը դասակարգում էր, որը բացառում էր, որը նվազեցնում էր։ Տիկին, ասաց նա կեղծ քաղաքավարությամբ, ես հասկանում եմ, որ իրավիճակը հիասթափեցնող է, բայց մենք պետք է հետենք մեր արձանագրություններին։ Այս հյուրանոցը ունի անվտանգության շատ խիստ կանոններ։ Մենք չենք կարող ընդունել փաստաթղթեր, որոնք պաշտոնապես հաստատված չեն մեր համակարգի կողմից։ Բայց ես ունեմ ամրագրումը, պնդեց տիկին Զուլեյդան, նրա ձայնն այժմ ավելի թույլ էր։ Իմ դուստրը արել է։ Նա զանգահարել է, ամեն ինչ հաստատել։ Վանեսան սառը ժպտաց։ Հնարավոր է, որ ինչ-որ թյուրիմացություն է եղել։ Ես առաջարկում եմ, որ դուք կապ հաստատեք ձեր դստեր հետ լուծեք այդ հարցը։ Մինչ այդ, ես պետք է խնդրեմ, որ ազատեք ընդունարանի սեղանը մյուս հյուրերի համար։ Տիկին Զուլեյդան զգաց, որ հողը սահում է իր ոտքերի տակից։ Նրան ոչ միայն թույլ չէին տալիս գրանցվել։ Նրան դուրս էին հանում։ Այնտեղ, բոլորի աչքի առաջ, կարծես հանցագործ լիներ, անցանկալի անձնավորություն։ Բայց իմ թոռը վաղը ամուսնանում է, նրա ձայնը առաջին անգամ կոտրվեց։ Ես պետք է մնամ այստեղ։ Ես գնալու տեղ չունեմ։ Մենեջերը պահպանեց իր անտարբեր արտահայտությունը։ Կներեք, բայց ես չեմ կարող օգնել ձեզ։ Պարոն, նա ժեստ արեց դեպի մոտեցող անվտանգության աշխատողը, խնդրում եմ, ուղեկցեք տիկնոջը դեպի ելքը։ Անվտանգության աշխատողը, մուգ համազգեստով ի մեծ մարդ, մոտեցավ։
Տիկին Զուլեյդան նայեց նրան, տեսավ, որ ի տարբերություն մյուսների, նրա աչքերում ամոթ կար։ Նա չէր ուզում դա անել։ Բայց պետք է կատարեր հրամանները։ Եկեք, տիկին, շատ ցածր ասաց նա, քաղաքավարությամբ, որը հակադրվում էր մյուսների սառնությանը։ Ես կօգնեմ ձեզ ճամպրուկի հետ։ Տիկին Զուլեյդան լուռ գլխով արեց։ Նրա ձեռքերը դողում էին, երբ վերցրեց պայուսակը։ Անվտանգության աշխատողը վերցրեց նրա ճամպրուկը, սկսեց քայլել դեպի ելքը։ Նա հետեց նրան, գլուխը դեռ բարձր, բայց սիրտը կոտրված։ Շուրջ բոլորի հայացքները դանակների պես էին։ Ոմանք խղճահարության, ոմանք բավարարվածության, ոմանք էլ անտարբերության։ Ոչ ոք չմիջամտեց։ Ոչ ոք ոչինչ չասաց։ Ոչ ոք չպաշտպանեց նրան։ Դրան մոտ հասնելուն պես անվտանգության աշխատողը նրան հանձնեց ճամպրուկը։ Կներեք, տիկին, նա մրմնջաց այնքան ցածր, որ միայն նա լսեց։ Ես համաձայն չեմ դրա հետ։ Դուք արժանի չէիք։ Նա նրան տխուր ժպիտ տվեց։ Շնորհակալություն, որդիս։ Դու լավ տղա ես։ Եվ այնուհետ տիկին Զուլեյդան դուրս էր արքայական պալատից, երանի շոգ արի տակ։ Մենակ, նվաստացված, չիմանալով, թե ինչ անել։ Նա նստեց մայթի նստարանին, իր ճամպրուկի կողքին, առաջին անգամ թույլ տվեց արցունքներին հոսել։ Դրանք զայրույթի արցունքներ չէին։ Դրանք ցավի արցունքներ էին։ Ամբողջ կյանքում ցածր դասի, անտեսանելի, անպետք վերաբերմունքի ցավը։ Նա իր երեխաներին սովորեցրել էր, որ բոլոր մարդիկ արժանի են հարգանքի։ Որ արժանապատվությունը չի չափվում գրպանի փողով կամ հագուստով, այլ բնավորությամբ, բարությամբ, ազնվությամբ։ Նա վստահ էր, որ Պողոսը, իր որդին, սովորել էր այդ դասերը։ Նա այնքան լավ տղա էր եղել, այնքան նվիրված։ Նա հեռացել էր Էրեբունիից, ոչինչ չունենալով բացի վճռականությունից իր տված սիրուց։ Նա կայսրություն էր կառուցել, հաջողակ դարձել։ Բայց հիմա, նստած այդ նստարանին, տիկին Զուլեյդան մտածում էր, թե արդյոք այդ ճանապարհի ինչ-որ պահի Պողոսը մոռացել էր, թե որտեղից է եկել։ Արդյոք նա մոռացել էր այն գիշերները, երբ նա հոգնած էր վերադառնում աշխատանքից, այն անգամները, երբ նրանք դժվարությամբ էին ապրում, այն պատմությունները, որոնք նա պատմում էր հարգանքի արժանապատվության մաս։ Արդյոք նա գիտեր, թե ինչ էր կատարվում այն հյուրանոցներում, որոնք նա գնում վերանորոգում էր։ Արդյոք նա գիտեր, թե ինչպես էին վերաբերվում իր նման մարդկանց, պարզ, աշխատասեր մարդկանց։ Դողացող ձեռքերով տիկին Զուլեյդան հանեց իր հին հեռախոսը պայուսակից։ Պետք էր զանգահարել Մարթային։ Օգնություն էր պետք։ Բայց նույնիսկ նախքան հավաքելը, հեռախոսը զանգեց։ Դա իր դուստրն էր։ Մայր։ Մարթայի ձայնը ուրախ էր։ Կարողացաք լավ հասնել հյուրանոց։ Ամեն ինչ կարգին է։ Տիկին Զուլեյդան չկարողացավ զսպել իրեն։ Բառերը դուրս եկան ընդհատված, հեկեկոցների միջ։ Մարթա, նրանք ինձ թույլ չտվեցին մտնել։ Ասացին, որ ամրագրումը վավեր չէր։ Ինձ դուրս հանեցին, աղջիկս։ Ինձ դուրս հանեցին այնտեղից, կարծես հանցագործ լինեի։ Հեռախոսի մյուս կողմում ծանր լռություն տիրեց։ Այնուհետ Մարթայի ձայնը պայթեց զայրույթից։ Ինչ։ Ինչպես թե քեզ դուրս հանեցին։ Մայր, ես այդ ամրագրումը կատարել եմ շաբաթներ առաջ։ Ամեն ինչ վճարված է։ Ես ունեմ հաստատումը։ Ինչպես են նրանք համարձակվում դա անել։ Տիկին Զուլեյդան փորձեց հանգստացնել դստերը։ Ռթա, մի անհանգստացիր։ Ես կարող եմ տուն վերադառնալ։ Խնդիր չէ։ Ոչ, մայր։ Մարթայի ձայնն այժմ վճռական էր, այնպիսի վճռականությամբ, որը տիկին Զուլեյդան ճանաչում էր։ Դու չես վերադառնա տուն։ Սա անհեթեթություն է։ Ես հենց հիմա կզանգահարեմ Պողոսին։ Նա պետք է իմանա, թե ինչ է կատարվում իր հյուրանոցում։ Իր հյուրանոցում։ Բառերը արձագանքեցին տիկին Զուլեյդայի մտքում։ Արքայական պալատը պատկանում էր իր որդուն։ Նա չգիտեր։ Պողոսը մի քանի հյուրանոց ուներ, նա կորցրել էր հաշիվը։ Բայց նա երբեք չէր պատկերացրել, որ հենց այդ մեկը, որտեղ իր թոռը պետք է ամուսնանար, որտեղ ինքը նվաստացվեց դուրս հանվեց, իր սեփական որդու սեփականությունն էր։ Իրավիճակի հեգնանքն այնքան դաժան էր, որ գրեթե դառը ծիծաղ առաջացրեց նրանից։
Մարթա, մեղմորեն ասաց նա, ես չեմ ուզում խնդիրներ առաջացնել։ Ես չեմ ուզում փչացնել Մաթոսի հարսանիքը։ Մայր, Մարթայի ձայնը լի էր հուզմունքով, դու ոչ մի խնդիր չես առաջացնում։ Խնդիրն առաջացրել է այս հյուրանոցը։ Եվ Պողոսը հենց հիմա կիմանա դրա մասին։ Մնա այնտեղ։ Մի հեռացիր այնտեղից։ Ես դա կլուծեմ։ Զանգը ավարտվեց։ Տիկին Զուլեյդան դրեց հեռախոսը, ցրփեց արցունքները, նայեց իր դիմացի տպավորիչ շենքին։ Ինչ-որ բան նրա ներսում գիտեր, որ այն, ինչ տեղի էր ունեցել այդ կեսօրին, չէր ավարտվի այնտեղ։ Որ նվաստացման այդ պահը շատ ավելի մեծ բանի կայծ կլինի։ Նա մտածեց բոլոր այն մարդկանց մասին, ովքեր, ինչպես ինքը, հավանաբար արդեն անարգանքի էին արժանացել այդ վայրում։ Նա մտածեց այնտեղ աշխատող աշխատակիցների մասին, ովքեր գուցե ամեն օր խտրականության էին ենթարկվում։ Նա մտածեց իր որդու, Պողոսի մասին, թե ինչպես նա կարձագանքեր, իմանալով, որ իր սեփական մայրը դուրս է հանվել իրեն պատկանող հյուրանոցից։ Արը սկսում էր մայր մտնել հորիզոնում, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով։ Երանի աշխույժ փողոցները շարունակում էին իրենց խելահեղ ռիթմը, անտարբեր նստարանին նստած 78-ամյա տիկնոջ անձնական դրամայի նկատմամբ։ Բայց տիկին Զուլեյդան իր տասնամյակների ընթացքում կուտակված ողջ իմաստությամբ գիտեր, որ այդ պահը շրջադարձային էր։ Ոչ միայն իր, այլ այդ պատմության մեջ ներգրավված բոլորի համ։ Նա փակեց աչքերը, աղոթեց։ Ոչ թե վրեժխնդրության, այլ վերափոխման աղոթք։ Որ ցավի այդ պահից կարողանա ինչ-որ լավ բան առաջանալ։ Որ իր որդին կարողանա տեսնել այն, ինչ նա միշտ փորձել էր սովորեցնել։ Որ յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը հարգվի, անկախ նրա ծագումից, գույնից, հագուստից կամ բանկային հաշվից։ Եվ մինչ նա աղոթում էր այնտեղ, այդ նստարանին, գույնը փոխող երկնքի տակ, տիկին Զուլեյդան դեռ չգիտեր, բայց նա սերմ էր ցանում մի վերափոխման համար, որը կփոխեր ոչ միայն իր կյանքը, այլ շատ ուրիշ մարդկանց կյանքը։ Արքայական պալատը, շքեղության բացառման խորհրդանիշը, պատրաստվում էր դիմակայել իր ամենամեծ մարտահրավերին։ Եվ ամեն ինչ սկսվում էր մի կնոջ նվաստացումից, ով, չնայած ամեն ինչին, երբեք չկորցրեց իր արժանապատվությունը։ Պողոս Կոստան իր գրասենյակում էր, Մաշտոցի պողոտայի արտրային շենքի 32-րդ հարկում, երբ հեռախոսը զանգեց։ Շաբաթ երեկո էր, նա վերանայում էր վերջին եռամսյակի թվերը։ Կոստա Հոսպիթալիթի ցանցի հյուրանոցները ռեկորդային աճ էին ցույց տվել։ 23 միավոր, տարածված հայաս։ Տանում բոլորն աշխատում էին 80%-ից բարձր զբաղվածությամբ։ Թղթի վրա ամեն ինչ կատարյալ էր։ Այն կայսրությունը, որը նա կառուցել էր 0-ից, Էջմիածինում գտնվող առաջին փոքրիկ հյուրանոցից 15 տարի առաջ, այժմ ոլորտի հենակետ էր։ Նա նայեց սեղանին թրթռացող հեռախոսին։ Դա Մարթան էր։ Նրա քույրը հազվադեպ էր զանգահարում հանգստյան օրերին։ Նա ժպիտով պատասխանեց. Քույրիկս, ինչ կա։ Ամեն ինչ պատրաստ է Մաթոսի վաղվա հարսանիքի համար։ Մյուս կողմից եկած պատասխանը այն չէր, ինչ նա սպասում էր։ Մարթայի ձայնը լի էր այնպիսի զայրույթով, որը նա տարիներ շարունակ չէր լսել։ Պողոս, դու պետք է բացատրես ինձ, թե ինչ է կատարվում արքայական պալատում։ Հենց հիմա։ Ժպիտը անհետացավ նրա դեմքից։ Մարթա, հանգստացիր։ Ինչ է եղել։ Ինչ-որ խնդիր կա։ Ձավորման հետ։ Բուֆետի հետ։ Խնդիր։ Նրա ձայնը բարձրացավ 1 օկտավա։ Խնդիրը, Պողոս, այն է, որ մեր մայրը դուրս է հանվել քո հյուրանոցից, կարծես հանցագործ լիներ։ Խնդիրն այն է, որ նա նվաստացվել է բոլորի աչքի առաջ, մեղադրվել կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեջ, վերաբերվել են նրան որպես ինքնակոչի։ Սա է խնդիրը, Պողոս։ Պողոսի աշխարհը կանգ առավ։ Մի պահ նա չկարողացավ մարսել բառերը։ Նրա միտքը փորձում էր ինչ-որ իմաստ գտնել այդ նախադասության մեջ։ Դուրս հանված։ Նվաստացված։ Մայր։ Ինչի՞ մասին ես խոսում։ Մարթան խորը շունչ քաշեց, փորձելով զսպել իր հուզմունքը։ Ես ամրագրում էի կատարել մոր համար, որ նա այսօր մնա արքայական պալատում, որպեսզի վաղը հանգիստ լինի հարսանիքի համար։ Երբ նա հասավ այնտեղ, աշխատակիցներն ասացին, որ ամրագրում չկա։ Նրան մեղադրեցին խաբեություն փորձելու մեջ։
Կանչեցին անվտանգության աշխատողներին դուրս հանեցին նրան։ Մեր մայրը, Պողոս։ Տիկին Զուլեիդան։ Այն կինը, որը մեզ մեծացրել է գրեթե մենակ, որը ողջ կյանքում աշխատել է մեզ արժանապատվություն տալու համար, քո հյուրանոցում աղբի պես վերաբերմունքի է արժանացել։ Բառերը հարվածեցին Պողոսին բռունցքների պես։ Նա վեր կացավ աթոռից, ոտքերը դողում էին։ Որտեղ է նա հիմա։ Նստարանին է նստած, հյուրանոցի դիմացի մայթին, լացելով։ 78 տարեկանում, Պողոս։ Կարող ես պատկերացնել այն նվաստացումը, որ նա կրել է։ Պողոսն արդեն վերցնում էր մեքենայի բանալիները։ Հենց հիմա կգնամ այնտեղ և կիմանամ, թե ով է դա արել։ Դու ոչ միայն կիմանաս, Պողոս։ Մարթայի ձայնն այժմ սառն էր։ Դու կուղես դա։ Որովհետև եթե դու չանես, ես երդվում եմ, որ հրապարակային կդարձնեմ այն, ինչ տեղի է ունեցել։ Ամբողջ մամուլը կիմանա, որ Կոստա Հոսպիթալիթի ցանցը դուրս է հանում տարեց մարդկանց։ Ես կվերջացնեմ այդ հյուրանոցի քո ամբողջ ընկերության հեղինակությունը, եթե անհրաժեշտ լինի։ Մարթա, խնդրում եմ։ Ես կլուծեմ դա։ Հավատա ինձ։ Նա անջատեց հեռախոսը, վազեց վերելակ։ Նրա ձեռքերը դողում էին։ Նրա միտքը մտքերի հորցանուտ էր։ Ինչպես էր դա տեղի ունեցել։ Ինչպես էին իր հյուրանոցի աշխատակիցները այդպես վերաբերվել իր մորը։ Եվ ամենակարևորը, ինչպես էր ինքը, որն այդքան հպարտ էր այդ կայսրությունը կառուցելով, չգիտեր, թե ինչ էր կատարվում դրա ներսում։ 20 րոպե տողությամբ մեքենայով դեպի կենտրոն ընթացքի ընթացքում Պողոսը վերապրեց հիշողություններ, որոնք երկար ժամանակ փորձում էր չվերանայել։ Նա հիշեց մանկությունը Էրեբունիում, այն փոքրիկ տանը, որտեղ նրանք ապրում էին։ Նա հիշեց հորը, որը հեռացել էր, երբ ինքը ընդամենը 9 տարեկան էր, մորը թողնելով 3 երեխա մեծացնելու։ Նա հիշեց այն վաղ առավոտները, երբ տիկին Զուլեիդան գնում էր աշխատանքի որպես օրավարձով աշխատող, վերադառնալով երեկոյան հոգնած, բայց միշտ ժպիտով իր երեխաների համար։ Նա տնային օգնական էր եղել հարուստ ընտանիքների տներում։ Պողոսը հիշում էր նրա պատմած որոշ պատմություններ։ Թե ինչպես էին վերաբերվում նրան գերակայության հայացքները, նուրբ ոչ այնքան նուրբ նվաստացումները։ Բայց տիկին Զուլեիդան երբեք թույլ չէր տվել, որ դա կոտրի իրեն։ Նա իր երեխաներին սովորեցնում էր, որ մարդու արժեքը ոչ թե ունեցած փողի մեջ է, այլ բնավորության։ Որ արժանապատվությունը չի գնվում, դա մի բան է, որը կրում ես քո մեջ։ Պողոսը կլանել էր այդ դասերը։ Կամ գոնե կարծում էր, որ կլանել էր։ Նա աշխատել էր դեռահաս տարիքից, սովորել էր երեկոյան, ավարտել էր հյուրանոցային կառավարում։ Նրա առաջին աշխատանքը որպես ընդունարանի աշխատող էր համեստ հյուրանոցում։ Այնտեղ նա ամեն ինչ տեսավ։ Տեսավ, թե ինչպես էին հյուրերը վատ վերաբերվում աշխատակիցներին։ Տեսավ խտրականությունը, նախապաշարմունքը, ամբարտավանությունը։ Եվ իրեն երդվեց, որ եթե մի օր ունենա իր սեփական բիզնեսը, ամեն ինչ այլ կլինի։ Բայց արդյոք դա այդպես կլիներ։ Հարցը մուրճի պես հարվածում էր նրա մտքին, մինչ նա վարում էր խցանված փողոցներով։ Նա այդքան էր մեծացել, այդքան արագ։ Մի փոքրիկ հյուրանոցից դարձել էր 2, հետո 5, հետո 10։ Յուրաքանչյուր ձեռքբերում, յուրաքանչյուր վերանորոգում, յուրաքանչյուր բացում։ Նա միշտ շտապում էր, միշտ կենտրոնացած թվերի, ընդլայնման, շահույթի վրա։ Երբ էր դադարել նայել մարդկանց։ Երբ էր տարբերվելու երազանքը վերածվել պարզապես մեկ բիզնեսի։ Արքայական պալատ հասնելուն պես Պողոսը կայանեց տնօրինության համար նախատեսված տեղում մտավ կողմնակի դռնով։ Նրա աչքերն անմիջապես փնտրեցին մորը։ Եվ ահա նա այնտեղ էր։ Նստած մայթի նստարանին, փոքրիկ ու փխրուն, համեստ ճամպրուկի կողքին։ Նրա մուգ կապույտ զգեստը, ձեռքերը ծալած գրկում, աչքերը կարմիր, այնքան լացելուց։ Պողոսի սիրտը կոտրվեց։ Սա էր այն կինը, որը մեծացրել էր իրեն, որը հրաժարվել էր ամեն ինչից, որպեսզի նա կրթություն ստանար, որը միշտ հավատացել էր իրեն, երբ ոչ ոք չէր հավատում։ Եվ ահա նա այնտեղ էր, նվաստացված, սպասելով փողոցում։ Մայր։ Նա արագ մոտեցավ, ծնկի իջնելով նրա առջ։ Տիկին Զուլեիդան բարձրացրեց աչքերը։ Պողոս, որդիս։ Նրա ձայնը հոգնած էր։ Դու պետք չէր գար։ Ես արդեն տուն եմ գնում։ Պողոսը զգաց, որ արցունքները սպառնում են։
Ոչ, մայր։ Դուք տուն չեք գնա։ Դուք ինձ հետ կմտնեք այս հյուրանոց, կգրանցվեք մեր ունեցած լավագույն լյուքս սենյակում, կմնաք այնտեղ ամբողջ հարմարավետությամբ հարգանքով, որին արժանի եք։ Եվ հետո ես կիմանամ, թե ինչ է կատարվել այստեղ, հաշիվներ կհարթեմ։ Տիկին Զուլեյդան քնքշորեն դիպավ որդու դեմքին։ Պողոս, ես չեմ ուզում խնդիրներ առաջացնել։ Ես չեմ ուզում փչացնել Մաթոսի հարսանիքը։ Դուք ոչ մի խնդիր չեք առաջացնում, մայր։ Նա բռնեց նրա ձեռքը։ Խնդիրն առաջացրել է այս հյուրանոցը։ Եվ ես կուղեմ դա։ Խոստանում եք, որ կմնաք այստեղ ինձ հետ։ Նա գլխով արեց, Պողոսը օգնեց նրան ոտքի կանգնել։ Նա վերցրեց նրա ճամպրուկը, նրա ուսերին դրած, մտավն։ Նրա հետ հյուրանոց։ Դռնապանը, նույնը, որը տեսել էր տիկին Զուլեյդային ավելի վաղ դուրս հանելիս, աչքերը լայն բացեց, տեսնելով ցանցի սեփականատիրոջը նրա հետ մտնելիս։ Բարի երեկո, պարոն Կոստա, նա կակազեց։ Պողոսը նույնիսկ չպատասխանեց։ Նա ուղիղ գնաց ընդունարան։ Ռիչարդը, ընդունարանի աշխատողը, որը սպասարկել էր տիկին Զուլեյդային, գունատվեց, տեսնելով նրան։ Բարի երեկո, պարոն Կոստա։ Ձայնում դող կար։ Պողոսը ճամպրուկը դրեց գետնին, ուղիղ նայեց տղայի աչքերին։ Նրա ձայնը ցածր էր, բայց լի այնպիսի հեղինակությամբ, որ ընդունարանի աշխատողը կուլ տվեց։ Ես ուզում եմ, որ դուք մանրամասն բացատրեք ինձ, թե ինչ է կատարվել այստեղ մի քանի ժամ առաջ։ Եվ ես ուզում եմ ճշմարտությունը։ Ռիչարդը շուրջ բոլորը նայեց, օգնություն փնտրելով։ Այդ պահին հայտնվեց Վանեսան, մենեջերը։ Պարոն Կոստա, ինչ անակնկալ։ Նա փորձեց ժպտալ, բայց ժպիտը մահացավ շրթունքներին, երբ տեսավ տիկին Զուլեյդային։ Կարող եմ օգնել ձեզ ինչ-որ բանով։ Պողոսը շրջվեց դեպի նա։ Այո, Վանեսա։ Կարող եք բացատրել ինձ, թե ինչու է այս տիկինը, որը իմ մայրն է, այսօր դուրս հանվել այս հյուրանոցից։ Կարող եք բացատրել ինձ, թե ինչու է նրան մեղադրվել կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեջ։ Կարող եք բացատրել ինձ, թե ինչու եք դուք հյուրին, 78-ամյա կնոջը, այդքան անարգանքով վերաբերվել։ Հետաց լռությունը խլացնող էր։ Վանեսան սպիտակեց։ Ռիչարդը կարծես ուզում էր անհետանալ։ Նախասրահի մյուս մարդիկ կանգ առան, դիտելու տեսարանը։ Պողոսը շարունակեց, նրա ձայնն այժմ ավելի բարձր էր։ Ես ուզում եմ իմանալ այն արձանագրությունները, որոնցով դուք ստուգում եք ամրագրումները։ Ես ուզում եմ իմանալ, թե արդյոք սա ստանդարտ է, այդպես վերաբերվել մարդկանց։ Ես ուզում եմ իմանալ, թե արդյոք, երբ ինչ-որ մեկը այստեղ է գալիս պարզ հագուստով, դուք ավտոմատաբար ենթադրում եք, որ նա խաբեբա է։ Պարոն Կոստա, ես, Վանեսան փորձեց խոսել, բայց Պողոսը ընդհատեց նրան։ Ես չեմ ավարտել։ Նա խորը շունչ քաշեց, փորձելով զսպել զայրույթը։ Դուք նվաստացրել եք իմ մորը։ Դուք ստիպել եք նրան լացել։ Դուք նրան դուրս եք հանել, կարծես հանցագործ լիներ։ Եվ գիտեք, թե ինչ է դա ինձ ստիպում մտածել։ Դա ինձ ստիպում է մտածել, թե քանի այլ մարդու են արդեն այդպես վերաբերվել այստեղ։ Քանի այլ տարեց մարդկանց, քանի այլ համեստ ծագում ունեցող մարդկանց, քանի այլ սամորթ կամ գյուղական վայրերից եկած մարդկանց են խտրականության ենթարկել այս հյուրանոցում։ Պարոն Կոստա, մենք պարզապես հետում էինք արձանագրությանը, Վանեսան փորձեց պաշտպանվել, նրա ձայնը դողում էր։ Արձանագրություն։ Պողոսը գրեթե բղավեց։ Մարդկանց նվաստացնելու արձանագրություն։ Խտրականության արձանագրություն։ Սա է այն արձանագրությունը, որը ես հաստատեցի, երբ գնեցի այս հյուրանոցը։ Նա ձեռքը անցկացրեց դեմքին, հոգնած։ Գիտեք, թե որն էր իմ մոր առաջին աշխատանքը, երբ նա եկավ երան։ Տնային օգնական։ Գիտեք, թե քանի անգամ է նա նվաստացվել, վերաբերվել են նրան որպես ցածր դասի, պարզապես աղքատ լինելու, գյուղից լինելու համար։ Եվ գիտեք, թե ինչու եմ ես կառուցել այս ընկերությունը։ Որպեսզի այլ կերպ լինի։ Որպեսզի ստեղծեմ վայրեր, որտեղ բոլոր մարդկանց կվերաբերվեն հարգանքով, արժանապատվությամբ։ Նա նայեց նախասրահի շուրջը։ Հյուրերը բոլորը ուշադիր էին։ Աշխատակիցները անշարժացած։ Բայց դուք ձախողել եք։ Ես ձախողել եմ։ Որովհետև թույլ եմ տվել, որ բացառման նախապաշարմունքի այս մշակույթը տեղավորվի իմ հյուրանոցներում, առանց նույնիսկ նկատելու։
Ես այնքան զբաղված էի թվերով, ընդլայնմամբ, շահույթով, որ մոռացա ամենակարևորը՝ մարդկանց։ Պողոսը շրջվեց դեպի Ռիչարդը։ Դուք ազատված եք։ Ես չեմ ուզում, որ դուք այստեղ աշխատեք նույնիսկ մեկ րոպե։ Տղան փորձեց բողոքել։ Պարոն Կոստա, ես պարզապես կատարում էի իմ աշխատանքը։ Ոչ։ Պողոսը վճռական էր։ Ձեր աշխատանքն է բոլոր հյուրերին հարգանքով վերաբերվել։ Ձեր աշխատանքն է ստուգել ամրագրումները, ոչ թե դատել մարդկանց արտաքինով։ Վերցրեք ձեր իրերը գնացեք։ Ռիչարդը դուրս եկավ ընդունարանից, գլխի կոր։ Պողոսը նայեց Վանեսային։ Եվ դուք նույնպես։ Ազատված եք։ Վանեսան բերանը բաց մնաց։ Պարոն Կոստա, սա անարդար է։ Ես 5 տարվա աշխատանքային փորձ ունեմ ընկերությունում։ Ես ունեմ նպատակներ, որոնք պետք է կատարեմ, արձանագրություններ, որոնց պետք է հետեմ։ Եվ այդ արձանագրությունները ներառում են խտրականություն, հարցրեց Պողոսը։ Ներառում են տարեց մարդկանց դուրս հանելը։ Ներառում են հյուրերին դատել նրանց հագուստով, որը նրանք կրում են։ Նա գլուխը թափահարեց։ Ոչ։ Դուք նույնպես կարող եք գնալ։ Ես կվճարեմ ձեր աշխատանքից ազատման նպաստները, բայց չեմ ուզում ձեզ այստեղ։ Վանեսան փորձեց մեկ անգամ վիճել, բայց Պողոսը բարձրացրեց ձեռքը։ Վերջ, Վանեսա։ Որոշված է։ Նա վերցրեց պայուսակը, դուրս եկավ, բարձրակրունկների ձայնը արձագանքում էր մարմարե հատակին։ Այնուհետ Պողոսը շրջվեց դեպի մյուս աշխատակիցները, ովքեր դիտում էին տեսարանը։ Ուրիշ ոք այստեղ մասնակցել է այս նվաստացմանը։ Ուրիշ ոք ուզում է ինչ-որ բան ասել։ Մի երիտասարդ ընդունարանի աշխատող, որը մյուս սեղանի մոտ էր, մի քայլ առաջ եկավ։ Պարոն Կոստա, ես տեսա, թե ինչ տեղի ունեցավ։ Ես համաձայն չէի, բայց չունեի միջամտելու համարձակություն։ Շատ ցավում եմ։ Պողոսը նայեց նրան։ Ինչ է ձեր անունը։ Կարեն, պարոն։ Կարեն Ալբերտ։ Կարեն, դուք ժամանակավորապես կստանձնեք այս հյուրանոցի կառավարումը։ Մինչ ես մշտական պաշտոնի համար համապատասխան մեկին գտնեմ։ Դուք համարձակություն ունեք այլ կերպ վարվելու։ Տղան, որը 25 տարեկանից ավել չէր լինի, աչքերը լայն բացեց։ Ես, պարոն։ Բայց ես ընդամենը ընդունարանի աշխատող եմ։ Ես այստեղ եմ 2 տարի։ Կան շատ ավելի փորձառու մարդիկ։ Փորձ մարդկանց նվաստացնելու մեջ, հարցրեց Պողոսը։ Ոչ, Կարեն։ Դուք ցույց տվեցիք, որ ունեք փորձից ավելի կարևոր մի բան՝ բնավորություն։ Եվ դա է այն, ինչ ինձ պետք է այստեղ։ Ընդունում եք։ Կարենը կուլ տվեց, գլխով արեց։ Ընդունում եմ, պարոն։ Ես կանեմ իմ լավագույնը։ Հիանալի է։ Պողոսը կրկին ուշադրությունը դարձրեց մորը, որը ողջ ընթացքում լուռ կանգնած էր, դիտելով։ Հիմա, մայր, եկեք կատարենք ձեր գրանցումը։ Նախագահական լյուքս սենյակում։ Այն ամենով, ինչին դուք իրավունք ունեք։ Պողոս որդիս, տիկին Զուլեյդան շատ ցածր ասաց, այս ամենը պետք չէ։ Ցանկացած սենյակ լավ է։ Ոչ, մայր։ Պողոսը վճռական էր։ Դուք արժանի եք լավագույնին։ Եվ կունենաք լավագույնը։ Կարենը, այժմ ժամանակավոր մենեջերի պաշտոնում, անձամբ զբաղվեց գրանցումով։ Նրա ձեռքերը դողում էին, մինչ նա մուտքագրում էր համակարգչում։ Պա։ Տրաստ է, տիկին Զուլեյդա։ Ամեն ինչ կարգին է։ Նախագահական լյուքս սենյակը 20-րդ հարկում է։ Օղակած զբոսայգու տեսարանով։ Նա վերցրեց սենյակի բանալի քարտը, հանձնեց անկեղծ ժպիտով։ Շատ բարի գալուստ։ Տիկին Զուլեյդան քաղաքավարությամբ շնորհակալություն հայտնեց։ Պողոսը կանչեց բեռնակիրներից մեկին, տանելու նրա ճամպրուկը։ Ուղեկցեք տիկնոջը մինչ լյուքս սենյակ, համոզվեք, որ նա ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Մոր բարձրանալուց հետո Պողոսը խնդրեց Կարենին հավաքել հյուրանոցի բոլոր աշխատակիցներին։ Կես ժամ անց մոտ 40 մարդ հավաքված էր միջոցառումների սրահում։ Կային ընդունարանի աշխատողներ, սենյակապանուհիներ, մատուցողներ, անվտանգության աշխատողներ, խոհանոցի, սպասարկման անձնակազմ։ Պողոսը նայեց բոլոր այդ դեմքերին։ Շատերը երիտասարդ էին, ոմանք ավելի տարեց։
Կային բոլոր ծագումների, գույների, երկրի տարբեր շրջաններից մարդիկ։ Ես ուզում եմ պատմել ձեզ, թե ինչ է կատարվել այստեղ այսօր, սկսեց նա։ Եվ ես ուզում եմ, որ սա դաս լինի։ Ոչ միայն այս հյուրանոցի, այլ մեր ցանցի բոլոր հաստատությունների համար։ Պատմեց տիկին Զուլեյդայի պատմությունը, ժամանումից մինչ դուրս հանում։ Նա տեսավ ամոթ որոշ դեմքերում, զայրույթ մյուսներում։ Այս տիկինը իմ մայրն է։ Այն կինը, որը ինձ ամեն ինչ սովորեցրել է հարգանքի, արժանապատվության քրտնաջան աշխատանքի մասին։ Եվ նա նվաստացվել է այստեղ։ Պողոսը դադար տվեց, թույլ տալով բառերին հանգստանալ։ Բայց խնդիրը միայն այն չէ, ինչ տեղի ունեցավ նրա հետ։ Խնդիրն ավելի մեծ է։ Այն համակարգային է։ Քանիստ եք արդեն ականատես եղել խտրականության իրավիճակների այս հյուրանոցում։ Քանիստ եք արդեն տեսել, թե ինչպես են հյուրերին տարբեր կերպ վերաբերվում իրենց արտաքինի, գույնի, ծագման պատճառով։ Տիրեց անհարմար լռություն։ Այնուհետ մի սենյակապանուհի բարձրացրեց ձեռքը։ Դա 50 տարեկան մի կին էր, գյուղական շեշտադրումով։ Պարոն Կոստա, ես այստեղ եմ աշխատում 3 տարի։ Ես շատ բան եմ տեսել։ Մարդկանց վատ վերաբերմունքի են արժանացնում, որովհետև աղքատ են։ Մարդկանց անտեսում են, որովհետև սամորթ են։ Եվ մենք, աշխատակիցներս, նույնպես տառապում ենք։ Կամ վերահսկիչներ, ովքեր մեզ հետ վերաբերվում են։ Կարծես ոչինչ չլինեինք։ Պողոսը զգաց այդ բառերի ծանրությունը։ Որքան եք վաստակում։ Ռոզան պատասխանեց. Նվազագույն աշխատավարձ, պարոն։ Եվ առավոտյան 6-ից մինչ կեսօր։ Առանց պատշաճ ճաշի իրավունքի։ Մենք ուտում ենք խոհանոցի մնացորդները։ Պողոսը մի պահ փակեց աչքերը։ Ինչպես էր նա թույլ տվել, որ ամեն ինչ հասներ այս կետին։ Սա կփոխվի, նա վճռականորեն ասաց։ Այսօրվանից բոլորդ կստանաք 30% ավելացում։ Դուք իրավունք կունենաք լիարժեք սնունդի աշխատակիցների ճաշարանում, որը կվերանորոգվի։ Եվ ցանկացած վերահսկիչ կամ աշխատակից, որը ձեզ անարգանքով կվերաբերվի, անմիջապես ինձ կպատասխանի։ Կանայք ցնցված էին։ Նրանցից մեկը սկսեց լացել։ Պարոն Կոստա, դուք լուրջ եք խոսում։ Ամբողջովին լուրջ։ Պողոսը ժպտաց։ Դուք հիմնարար եք այս հյուրանոցի համար։ Առանց ձեզ ոչինչ չի աշխատում։ Դուք արժանի եք հարգանքով վերաբերմունքի արդար աշխատավարձի։ Նրանց հետ մի քանի րոպե խոսելուց հետո Պողոսը շարժվեց դեպի խոհանոց։ Այնտեղ նա գտավ անձնակազմին, պատրաստելով հարսանիքի ճաշացանկը։ Խոհարարը, Պիեր անունով ֆրանսիացի։ Մի մարդ, ամեն ինչ ղեկավարում էր երկաթյա ձեռքով։ Պողոսը մի քանի րոպե դիտեց դինամիկան։ Պիերը բղավում էր հրամաններ, կոպիտ էր վերաբերվում օգնականներին, նվաստացուցիչ մեկնաբանություններ էր անում։ Պիեր, մի խոսք, Պողոսը կանչեց նրան։ Խոհարարը շրջվեց, զարմացած։ Մսյո Կոստա, բոնժուր։ Ամեն ինչ կատարյալ է հարսանիքի համար։ Ճաշացանկը շքեղ կլինի։ Համոզված եմ, որ այդպես կլինի։ Բայց պետք է խոսեմ այլ բանի մասին։ Դուք կարծում եք, որ ձեր թիմի վրա բղավելը ղեկավարման լավագույն ձն է։ Պիերը կնճռոտեց հոնքերը։ Այդպես են աշխատում պրոֆեսիոնալ խոհանոցում, մսյո։ Ճշգրտություն, կարգապահություն, հեղինակություն։ Հասկանում եմ։ Բայց հեղինակությունը պետք չէ ուղեկցվի անարգանքով։ Այսուհետ ես ուզում եմ, որ դուք ձեր թիմի հետ ավելի քաղաքավարի վարվեք։ Դուք կարող եք վճռական լինել, կարող եք պահանջել գերազանցություն, բայց հարգանքով։ Ֆրանսիացի խոհարարին բնավ դուր չեկավ դա։ Ամբողջ հարգանքով, մսյո Կոստա, դուք խոհանոցից չեք հասկանում։ Ես գիտեմ, թե ինչպես անել իմ աշխատանքը։ Եվ ես գիտեմ, թե ինչպես եմ ուզում, որ իմը աշխատակիցներին վերաբերվեն։ Պողոսը հստակ էր։ Եթե չկարողանաք հարմարեցնել ձեր ոճը, մենք ստիպված կլինենք այլ խոհարար գտնել։ Ընտրությունը ձերն է։ Պիերը կարմրեց, բայց այլս ոչինչ չասաց։ Պողոսը գիտեր, որ դիմադրություն կլինի։ Փոփոխությունը երբեք հեշտ չէր, հատկապես, երբ այն շոշափում էր հաստատված իշխանության կառույցները։ Բայց նա վճռական էր։ Առավոտյան 10-ին Մարթան հասավ հյուրանոց Մաթոսի հետ։
Փեսան նյարդայնացած էր, ինչպես բնական էր, բայց նա տեսանելիորեն հանգստացած էր, տեսնելով տատիկին լավ վիճակում։ Տատիկ, նա ամուր գրկեց նրան, երբ նա իջավ նախասրահ, ես իմացա, թե ինչ է կատարվել երեկ։ Շատ ցավում եմ։ Տիկին Զուլեյդան քնքշորեն շոյեց թոռան դեմքը։ Մի անհանգստացիր, իմ սիրելիս։ Ամեն ինչ կարգին է հիմա։ Այսօր քո հատուկ օրն է։ Եկեք տոնենք ձեր սերը, ձեր երջանկությունը։ Մաթոսը, որը մարդու իրավունքների պաշտպան էր, այլ տեսակետ ուներ այդ հարցի վերաբերյալ։ Տատիկ, այն, ինչ տեղի ունեցավ ձեզ հետ, չի կարող այդպես մնալ։ Սա խտրականություն է։ Սա հանցագործություն է։ Դուք իրավունք ունեք դատի տալ հյուրանոց։ Ին։ Պողոսը, որը մոտակայքում էր, մոտեցավ։ Մաթոս, ես գիտեմ, որ դու ճիշտ ես։ Բայց ձեր տատիկը չի ուզում դա անել։ Եվ ես այստեղ խորը փոփոխություններ եմ անում։ Ոչ միայն պատասխանատուներին ազատելով, այլ փոխակերպելով հյուրանոցի ամբողջ մշակույթը։ Մաթոսը թերահավատորեն նայեց հորեղբորը։ Հորեղբայր Պողոս, ամբողջ հարգանքով, երկու մարդու ազատելը չի լուծում կառուցվածքային խնդիրը։ Խտրականությունը վակուումում չի լինում։ Դա մշակույթի, ինստիտուցիոնալ պրակտիկաների արդյունք է։ Ես գիտեմ դա, Մաթոս։ Եվ այդ իսկ պատճառով ես շատ ավելին կանեմ։ Այնուհետ Պողոսը պատմեց այն փոփոխությունների մասին, որոնք արդեն սկսել էր, աշխատավարձի բարձրացումները, նոր արձանագրությունները, այն դասընթացները, որոնք պետք է իրականացներ։ Մարթան, որը սոցիոլոգ էր, մասնագիտացած ռասայական հարցերում, միացավ զրույցին։ Պողոս, սա լավ սկիզբ է։ Բայց դու պետք է ավելի խորը գնաս։ Դու պետք է նայես, թե ում ես վարձում, ում ես առաջ մղում, ինչպիսին է քո ղեկավար թիմի կազմը։ Խտրականությունը միայն այն չէ, թե ինչպես են մարդկանց վերաբերվում, այլ այն, թե ով ունի որոշում կայացնելու իշխանություն։ Պողոսը գիտեր, որ քույրը ճիշտ էր։ Դու ինձ կօգնեիր դրանում։ Գործընթացի խորհրդատու կլինեիր։ Մարթան ժպտաց։ Իհարկե, այո։ Իրականում, արդեն մտածում էի դա անել, նույնիսկ եթե դու չխնդրեիր։ Մինչ ընտանիքը զրուցում էր, Մաթոսի հարսնացուն եկավ իր ընտանիքի հետ։ Ամանդան երիտասարդ հոգեբան էր, ծամորթ, համեստ ծագումով։ Նա Մաթոսը ծանոթացել էին համալսարանում, որտեղ երկուսն էլ կրթաթոշակառու էին։ Դա գեղեցիկ սեր էր, կառուցված արդարության հավասարության ընդհանուր արժեքների վրա։ Երբ նա իմացավ, թե ինչ էր կատարվել տիկին Զուլեյդայի հետ, Ամանդան վրդովվեց։ Տիկին Զուլեյդա, նա քնքշորեն գրկեց ապագա տատիկին, դուք լավ եք։ Երբ Մաթոսը պատմեց ինձ, ես չէի հավատում։ Ես լավ եմ, աղջիկս։ Տիկին Զուլեյդան ժպտաց։ Եվ շատ ուրախ եմ տեսնել ձեզ երկուսիդ ամուսնանալիս։ Սա է այսօրվա կարորը։ Բայց Ամանդան, ինչպես Մաթոսը, չէր կարող պարզապես անտեսել հարցը։ Գիտեք, տիկին Զուլեյդա, այն, ինչ տեղի ունեցավ ձեզ հետ, ամեն օր տեղի է ունենում միլիոնավոր մարդկանց հետ Հայաստ։ Անում։ Մենք դա անվանում ենք կառուցվածքային ռասիզմ, սոցիալական դասակարգի խտրականություն։ Եվ մեծ մասամբ զոհերը ձայն չունեն պաշտպանող։ Տիկին Զուլեյդան գլխով արեց։ Ես գիտեմ, սիրելիս։ Ես դա ապրել եմ ողջ կյանքում։ Բայց գիտեք, թե ինչ եմ սովորել։ Որ զայրույթն ու վրդովմունքը չեն փոխում իրերը։ Ինչը փոխում է, դա գործողությունն է, կրթությունն է, համառությունն է։ Ճիշտ է, Ամանդան համաձայնեց։ Բայց մեզ նա տեսանելիություն է պետք։ Մարդիկ պետք է իմանան, որ դա տեղի է ունենում։ Նա նայեց Պողոսին։ Պարոն Պողոս, դուք կընդդիմանաք, եթե ես այս պատմությունը կիսեմ իմ սոցիալական ցանցերում։ Ակնհայտորեն առանց տիկին Զուլեյդային բացահայտելու, եթե նա չցանկանա, բայց ես կարծում եմ, որ կարող է, որ մարդիկ իմանան։ Պողոսը վարանեց։ Նա անհանգստանում էր հետանքներից, ընկերության իմիջի վրա ազդեցությունից։ Բայց հետո նայեց մորը, որը մեղմորեն գլխով արեց։ Կարող ես կիսվել, Ամանդա։ Եթե իմ պատմությունը կարող է օգնել այլ մարդկանց, ապա արժե դա անել։ Եվ այդպես, այդ կիրակի առավոտ, մինչ հարսանիքի վերջին նախապատր աստությունները ավարտվում էին, Ամանդան հուզիչ տեքստ հրապարակեց իր սոցիալական ցանցերում։ Նա պատմեց 78-ամյա մի կնոջ պատմությունը, ով ողջ կյանքում աշխատել էր, ով նվաստացվել ու դուրս էր հանվել շքեղ հյուրանոցից։
Նա չհիշատակեց հյուրանոցի կամ ընտանիքի անունները, բայց հաղորդագրությունը հստակ էր։ Խտրականությունը գոյություն ուներ, իրական էր, պետք էր պայքարել դրա դեմ։ Գրառումը արագորեն տարածվեց։ Մի քանի ժամում այն ուներ հազարավոր տարածումներ։ Մարդիկ սկսեցին մեկնաբանել, պատմել իրենց սեփական խտրականության պատմությունները։ Ոմանք պաշտպանում էին հյուրանոցը, ասելով, որ արձանագրություններն անհրաժեշտ են։ Մյուսները հարձակվում էին, ասելով, որ այդպիսի վերաբերմունքն անթույլատրելի է։ Ազգային բանավեճը սկսվել էր։ Պողոսը հետում էր ամեն ինչին հեռախոսով, անհանգստության վճռականության խառնուրդով։ Նրա մամուլի քարտուղարությունը զանգահարեց խուճապի մեջ։ Պարոն Կոստա, սա դուրս է գալիս վերահսկողությունից։ Մենք պետք է պաշտոնական հայտարարություն անենք, վնասը վերահսկենք։ Բայց Պողոսը զարմացրեց բոլորին։ Մենք ոչ մի վնաս չենք վերահսկի։ Մենք պատասխանատվություն կստանձնենք։ Պատրաստեք հայտարարություն, որում կասեք, որ Կոստա Հոսպիթալիթի ցանցը ճանաչում է, որ իր միավորներից մեկում խտրականություն է եղել, որ պատասխանատուները հեռացվել են, որ մենք խորը փոփոխություններ ենք իրականացնում մեր բոլոր հյուրանոցներ։ Ես ուզում եմ, որ դա լինի թափանցիկ, ազնիվ, առանց փորձելու նվազագույնի հասցնել այն, ինչ տեղի է ունեցել։ Խորհրդատուն մի պահ լռեց։ Պարոն Կոստա, ամբողջ հարգանքով, սա կարող է լրջորեն ազդել մեր բիզնեսի վրա։ Ներդրողները կարող են հեռանալ։ Հաճախորդները կարող են չեղարկել ամրագրումները։ Թող չեղարկեն այդ դեպքում։ Պողոսը վճռական էր։ Ես չեմ ուզում հաճախորդներ, ովքեր համաձայն են խտրականության հետ։ Եվ ներդրողները, ովքեր միայն շահույթով են մտահոգված, առանց էթիկական նկատառումների, նույնպես այլս ինձ չեն հետաքրքրում։ Մենք դա ճիշտ կանենք։ Կեսօրին 3-ին արքայական պալատ ի սրահը վերափոխված էր։ Ծաղիկներ ամենուր, էլեգանտ, բայց ոչ չափազանցված կոմպոզիցիաներ, սպիտակ կտորով ոսկեգույն մանրամասներով զարդարված աթոռներ։ Հյուրերը սկսեցին գալ, մոտ 150 մարդ, ընտանիքի անդամներ, ընկերներ։ Մթնոլորտը ուրախ էր, բայց նա կար մի թաքնված լարվածություն։ Շատերն արդեն տեսել էին Ամանդայի տարածված գրառումը, գիտեին պատմությունը։ Տիկին Զուլեյդան շատ գեղեցիկ էր իր նոր զգեստով, որը Մարթան գնել էր նրա համ։ Երկար, շամպայնի գույնի զգեստ, էլեգանտ համապատասխան։ Նրա սպիտակ մազերը հավաքված էին ցածր կապոցով, նա կրում էր նուրբ մարգարտյա վզնոց։ Բայց այն, ինչ ամենից շատ էր փայլում նրա վրա, ոչ թե հագուստն էր կամ զարդերը։ Դա արժանապատվությունն էր, այն նույն արժանապատվությունը, որը ոչ մի նվաստացում չէր կարողացել խլել։ Արարողությունը հուզիչ էր։ Մաթոսը լացեց, տեսնելով Ամանդային, շողշողուն իր պարզ, բայց գեղեցիկ հարսանեկան զգեստով։ Նրանց փոխանակած երդումներն անկեղծ էին, խոսելով սիրո, հարգանքի, համագործակցության ավելի արդար աշխարհի համար պայքարի մասին։ Երբ խաղաղության դատավորը նրանց ամուսին կին հայտարարեց, բոլորը ծափահարեցին, հուզվեցին։ Բայց հենց խնջույքի ժամանակ, ճաշի ընթացքում, տեղի ունեցավ ամենաազդեցիկ պահը։ Մաթոսը խոսք խնդրեց։ Հյուրերը լռեցին, նա մոտեցավ սրահի կենտրոնին միկրոֆոնով։ Ես ուզում էի շնորհակալություն հայտնել բոլորին այս հատուկ օրը ներկա լինելու համար, սկսեց նա։ Ամանդան, ես շատ երջանիկ ենք։ Բայց անազնիվ կլիներ իմ կողմից տոնել այս պահը, առանց խոսելու մի բանի մասին, որը տեղի ունեցավ երեկ, հենց այս հյուրանոցում։ Այնուհետ նա պատմեց տիկին Զուլեյդայի պատմությունը։ Մանրամասն, հուզմունքով, ոչ ոքի չխնայելով։ Նա խոսեց նվաստացման խտրականության մասին, այն մասին, թե ինչ էր դա նշանակում Հայաստանի նման մի երկրում, որտեղ միլիոնավոր մարդիկ ամեն օր տառապում էին նախապաշարմունքից։ Իմ տատիկը, նա քնքշորեն նայեց տիկին Զուլեյդային, ամենաարժանապատիվ կինն է, որին ես ճանաչում եմ։ Աշխատել է ողջ կյանքում, մեծացրել 3 երեխա գրեթե մենակ, միշտ ազնվությամբ սիրով։ Բայց նրան վերաբերվել են որպես աղբի, կարծես նա արժանի չլիներ լինել այստեղ։ Եվ դա անթույլատրելի է։ Սրահի մարդիկ բացարձակ լռության մեջ էին։ Ոմանք լացում էին։ Մաթոսը շարունակեց. Իմ հորեղբայր Պողոսը, որը այս հյուրանոցների ցանցի սեփականատերն է, անմիջապես միջոցներ ձեռնարկեց։ Ազատեց պատասխանատուներին, խոստացավ փոփոխություններ։ Եվ ես հավատում եմ նրա անկեղծությանը։ Բայց ես ուզում եմ, որ այստեղ բոլորը իմանան, որ այս դեպքը մեկուսացված չէ։
Դա ավելի մեծ, կառուցվածքային խնդրի ախտանիշ է, որը գոյություն ունի ողջ երկրում։ Նա դադար տվեց։ Եվ այդ իսկ պատճառով Ամանդան ես որոշեցինք, որ հարսանեկան նվերների փոխարեն մենք ուզում ենք, որ մարդիկ նվիրատվություններ կատարեն այն հաստատություններին, որոնք պայքարում են խտրականության դեմ խթանում հավասարությունը։ Մենք ուզում ենք, որ մեր հարսանիքը դառնա հանգրվան, ոչ միայն մեզ համար, այլ արդարության համար, պայքարի համար։ Ծափահարությունները երկար էին հուզիչ։ Տիկին Զուլեյդան լացում էր, բայց դրանք հպարտության արցունքներ էին։ Պողոսի աչքերը նույնպես լցված էին արցունքներով։ Եվ երբ Մաթոսը հրավիրեց տատիկին պարելու նրա հետ առաջին վալսը, սրահում չկար չոր աչք։ Մինչ նրանք պարում էին, Մաթոսը մրմնջաց տատիկի ականջին. «Տատիկ, դու իմ ոգեշնչումն ես։ Այն ամենը, ինչ ես եմ, այն ամենը, ինչին ես հավատում եմ, ես սովորել եմ ձեզանից»։ Տիկին Զուլեյդան ժպտաց արցունքների միջից. «Եվ դու իմ հպարտությունն ես, իմ թոռնիկ։ Դու Ամանդան ավելի լավ աշխարհ կստեղծեք։ Ես համոզված եմ դրանում»։ Խնջույքը շարունակվեց մինչ ուշ գիշեր։ Բայց ինչ-որ բան փոխվել էր։ Ոչ միայն հյուրանոցում, ոչ միայն տանիքում, այլ բոլոր ներկաների մեջ։ Մաթոսի Ամանդայի հարսանիքը դարձավ շատ ավելին, քան սիրո տոնակատարություն։ Այն դարձավ մանիֆեստ, մտորումների պահ, կոլեկտիվ պարտավորություն փոփոխության նկատմամբ։ Եվ մինչ գիշերը առաջ էր ընթանում, մարդիկ պարում ու տոնում էին, Պողոսը դիտում էր ամեն ինչ սրահի անկյունից։ Նրա կողքին Մարթան ձեռքը դրեց նրա ուսին։ «Դու ճիշտ բան արեցիր, ախպեր»։ Նա գլխով արեց։ «Դեռ շատ անելիք կա։ Սա ընդամենը սկիզբն է։ Ես գիտեմ։ Բայց դու սկսեցիր։ Եվ դա արդեն շատ է»։ Պողոսը նայեց մորը, որը աշխույժ զրուցում էր Ամանդայի որոշ հյուրերի հետ։ Տիկին Զուլեյդան շողշողուն էր, շրջապատված սիրով հարգանքով։ Եվ Պողոսը հասկացավ, որ դա էր իսկական հաջողությունը։ Ոչ թե հյուրանոցները, ոչ թե շահույթները, ոչ թե այն կայսրությունը, որը նա կառուցել էր։ Իսկական հաջողությունն էր տեսնել իր մորը երջանիկ, հարգված, գնահատված։ Դա էր իմանալը, որ ինքը ճիշտ բան էր անում, նույնիսկ եթե դժվար էր, նույնիսկ եթե հետանքներ էր բերում։ Արքայական պալատի վերափոխումը դեռ նոր էր սկսվում։ Եվ տիկին Զուլեյդայի պատմ. ությունը, որը պետք է լիներ պարզապես լուռ խտրականությանց մեկ դեպք, դառնում էր շարժում։ Շարժում արժանապատվության, արդարության, հավասարության համար։ Եվ ոչինչ այլս նույնը չէր լինի։ 3 ամիս անցավ այն շաբաթից, որը փոխեց ամեն ինչ։ Աշունը եկել էր երան, բերելով ավելի զով առավոտներ, պարզ երկնքով կեսօրներ։ Արքայական պալատը տարբեր էր, վերափոխված ներսից դուրս։ Փոփոխությունը ոչ միայն ֆիզիկական էր, թե վերանորոգումներ էին ընթանում աշխատակիցների ճաշարանում հանգստի գոտիներում։ Իսկական վերափոխումը անտեսանելի էր աչքերին, բայց շոշափելի էր օդում։ Կարենը, այն երիտասարդը, որը դրամատիկ կեսօրին մենեջեր էր դարձել, ապացուցեց, որ ճիշտ ընտրություն էր։ Ընդամենը 25 տարեկանում նա բերեց նոր էներգիա, թարմ տեսլական։ Նա չուներ փորձառու մենեջերների արատները, չէր կրում այն խտրական պրակտիկաները, որոնք արմատավորվել էին տարիների ընթացքում։ Ամեն առավոտ նա պարտաճանաչ ողջունում էր յուրաքանչյուր աշխատակցի անունով։ Ճանաչում էր նրանց պատմությունները, նրանց ընտանիքները, նրանց երազանքները։ Ռոզան, այն սենյակապանո ուհին, որն առաջինն էր համարձակվել խոսել խնդիրների մասին, այժմ մաքրության թիմի վերահսկիչն էր։ Աշխատավարձի բարձրացման շնորհիվ նա կարողացել էր իր կրտսեր դստերը ընդունել տեխնիկական դասընթացի։ Պողոսի սահմանած շաբաթական հանդիպումներում նա կիսվում էր աշխատանքային պայմանները բարելավելու գաղափարներով, նրա առաջարկությունները լուրջ էին ընդունվում։ Աշխատակիցների ճաշարանը, որը նախկինում նեղ ու վատ լուսավորված տարածք էր, որտեղ նրանք ուտում էին մնացորդներ, այժմ լայն ու հարմարավետ տարածք էր։ Այն ուներ հարմարավետ սեղաններ, կահավորված խոհանոց նույն ճաշացանկը, որը մատուցվում էր հյուրերին։ Վերանորոգումից հետո առաջին օրը շատ աշխատակիցներ լացեցին։ Նրանց երբեք այդքան ուշադրությամբ չէին վերաբերվել։ Բայց ամեն ինչ հեշտ չէր եղել։ Դիմադրություն կար, հատկապես հին աշխատակիցներից, ովքեր սովոր էին նախորդ համակարգին։ Երկու վերահսկիչ հրաժարական տվեցին, անկարող լինելով հարմարվել հավասարության նոր քաղաքականությանը։ Որոշ հյուրեր բողոքեցին, ասելով, որ հյուրանոցը կորցնում է իր ստանդարտը, իր նրբագեղությունը։
Պողոսը յուր։ Աքանչյուր բողոքի պատասխանեց քաղաքավարությամբ, բայց վճռականորեն։ Արքայական պալատի ստանդարտը այժմ ներառում էր հարգանք արժանապատվություն բոլորի համար, ով համաձայն չէր, ազատ էր ընտրելու այլ հաստատություն։ Դեպքի արձագանքը դուրս եկավ սոցիալական ցանցերի սահմաններից։ Խոշոր տպաքանակ ունեցող թերթերը հոդվածներ հրապարակեցին տիկին Զուլեյդայի պատմության արքայական պալատի վերափոխման մասին։ Բիզնես ամսագրերը վերլուծեցին Պողոսի փոփոխությունները որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուսումնասիրություն։ Հեռուստատեսային հաղորդումները տիկին Զուլեյդային հրավիրեցին հարցազրույցների, բայց նա միշտ մեղմորեն մերժում էր։ Նա փառք կամ ճանաչում չէր փնտրում։ Նրա բավարարվածությունը փոփոխությունների տեսնելն էր։ Մարթան, հավատարիմ իր խոսքին, դարձավ Կոստա Հոսպիթալիթի ցանցի պաշտոնական խորհրդատու։ Նա Պողոսի հետ աշխատեց բազմազանության ներառման ծրագրեր իրականացնելու ցանցի բոլոր 23 հյուրանոցներում։ Դա արագ կամ պարզ գործընթաց չէր։ Յուրաքանչյուր հյուրանոց ուներ իր առանձնահատկությունները, իր հատուկ մարտահրավերները։ Բայց Պողոսի վճռականությունն անսասան էր։ Նա անձա այցելեց յուրաքանչյուր միավոր, զրուցեց աշխատակիցների հետ, լսեց բողոքներն ու առաջարկությունները, ազատեց մենեջերներին, ովքեր դիմադրում էին փոփոխություններին։ Ներդրողները, ինչպես խորհրդատուն կանխատեսել էր, նյարդայնացան։ Տեղի ունեցավ խորհրդի լարված հանդիպում, որտեղ նրանք կասկածի տակ դրեցին Պողոսի որոշումները։ Մի հատկապես բարձրաձայն ներդրող պնդում էր, որ ընկերությունը գումար էր կորցնում վերանորոգումների, աշխատավարձի բարձրացումների, դասընթացների պատճառով, որ շուկան չէր հատուցում այդպիսի դիրքորոշումը։ Պողոսը լսեց ամեն ինչ լռության մեջ։ Երբ իր խոսելու հերթը հասավ, նա վեր կացավ ուղիղ նայեց յուրաքանչյուր ներկա անձի աչքերին։ Դուք գիտեք, թե ինչպես սկսեցի այս բիզնեսը։ Աշխատելով որպես ընդունարանի աշխատող երկրորդ կարգի հյուրանոցում, ստանալով նվազագույն աշխատավարձ, հյուրերի կողմից ցածր դասի վերաբերմունքի արժանանալով։ Ես կառուցեցի այս ընկերությունը այն խոստումով, որ այլ կլինի, որ մարդկանց կվերաբերվեն արժանապատվությամբ։ Ես կորցրեցի այդ խոստումը ճանապարհին, բայց հիմա այն վերականգնել եմ։ Եվ եթե դուք չեք կարողանում հասկանալ դա, եթե կարծում եք, որ շահույթն ավելի կարևոր է, քան մարդկությունը, ապա առաջարկում եմ վաճառել ձեր բաժնետոմսերը։ Որովհետև ես չեմ փոխի ուղղությունը։ Սենյակում լռությունն բացարձակ էր։ Երկու ներդրող իսկապես վաճառեցին իրենց բաժնետոմսերը։ Բայց, զարմանալիորեն, 3 նոր ներդրող հայտնվեցին, հետաքրքրված հենց ընկերության նոր փիլիսոփայությամբ։ Դրանք ներդրումային հիմնադրամներ էին, կենտրոնացած սոցիալական պատասխանատվության վրա, որոնք Կոստա Հոսպիթալիթիում տեսնում էին էթիկական կայուն բիզնես մոդել։ Եվ թվերը, բոլոր հոռետեսական կանխատեսումների հակառակ, սկսեցին բարելավվել։ Արքայական պալատի զբաղվածության մակարդակը բարձրացավ 82-ից մինչ 93%։ Աշխատակիցների շրջանառությունը կտրուկ նվազեց, խնայելով ծախսերը հավաքագրման վերապատրաստման վրա։ Առցանց գնահատականները զգալիորեն բարելավվեցին, հյուրերը գովաբանում էին ոչ միայն հարմարությունները, այլ հիմնականում ջերմ անկեղծ սպասարկումը։ Մի օր, Մաթոսի հարսանիքից 6 շաբաթ անց, Պողոսը էլեկտրոնային նամակ ստացավ, որը նրան անխոս թողեց։ Դա միջազգային հյուրանոցային ասոցիացիայից էր, հրավիրելով նրան ներկայացնելու արքայական պալատի վերափոխման մոդելը տարեկան կոնգրեսում, որը տեղի էր ունենալու Փարիզում։ Կոնգրեսի թեման էր ներառական հյուրընկալություն 21-րդ դարի համար, նրանք Պողոսին ուզում էին որպես հիմնական բանախոս։ Նա անհավատորեն ցույց տվեց էլեկտրոնային նամակը Մարթային։ Նրանք ինձ հրավիրում են խոսելու ներառման մասին։ Ես, ով թույլ տվեցի, որ իմ սեփական մայրը նվաստացվի։ Հենց այդպես, Մարթան ժպտաց։ Դուք ապացույցն եք, որ հնարավոր է փոխվել։ Որ հնարավոր է ճանաչել սխալները, ուղղել դրանք։ Սա ամենահզոր պատմությունն է, որը դուք կարող եք պատմել։ Պողոսը ընդունեց հրավերը։ Եվ երբ եկավ դասախոսության օրը մի սենյակում, որը լի էր ամբողջ աշխարհի հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչներով, նա ոչինչ չթաքցրեց։ Նա սկսեց ներկայացումը մոր պատմությամբ։ Նա ցույց տվեց տիկին Զուլեյդայի լուսանկարները, պատմեց նրա կրած նվաստացման մասին, ամբողջական պատասխանատվություն ստանձնեց տեղի ունեցածի համար։ Շատերը սպասում էին։ Տեխնիկական դասախոսության, լի տվյալներով, գրաֆիկներով։ Փոխարենը, նրանք ստացան մարդկության դաս։
Ես կայսրություն կառուցեցի, Պողոսը ասաց լուր հանդիսատեսին, բայց գրեթե կորցրեցի իմ հոգին այդ գործընթացում։ Ես այնքան էի կենտրոնացած աճի շահույթի վրա, որ մոռացա այն, ինչ իմ մայրը միշտ սովորեցրել էր ինձ։ Որ մարդու արժեքը ոչ թե նրա բանկային հաշվի մեջ է, այլ նրա բնավորության։ Այն օրը, երբ նա դուրս հանվեց իմ հյուրանոցից, այն օրն էր, երբ ես արթնացա։ Եվ այդ օրվանից ամեն ինչ փոխվեց։ Նա ներկայացրեց թվերը, այո։ Ցույց տվեց, թե ինչպես էր շրջանառությունը նվազել, ինչպես էր հյուրերի բավարարվածությունը աճել, ինչպես էր ընկերությունն ավելի շահութաբեր, քան երբևէ։ Բայց նա շեշտեց, որ այդ չափորոշիչները հետանքներ էին, ոչ թե նպատակներ։ Նպատակը պարզ էր՝ բոլորին վերաբերվել արժանապատվությամբ։ Դասախոսությունը ավարտվեց 5 րոպե տողությամբ ոտնակոխ ծափահարություններով։ Տասնյակ գործարարներ մոտեցան հետո, ցանկանալով ավելին իմանալ, ցանկանալով նմանատիպ փոփոխություններ իրականացնել իրենց հաստատություններում։ Պողոսը ամեն ինչ կիսվեց առատաձեռնորեն։ Որովհետև շարժումը նրա կամ իր հյուրանոցի մասին չէր։ Դա ամբողջ արդյունաբերությունը վերափոխելու մասին էր։ Մինչ Պողոսը Փարիզում էր, տիկին Զուլեյդան անսպասելի այցելություն ստացավ իր տանը, Էրեբունիում։ Դա Բեատրիս Ֆերնանդես անունով մի լրագրող գրող էր, որը հայտնի էր իր անտեսան ելի կանայք գրքերով, այն կանանց մասին, ովքեր ողջ կյանքում քրտնաջան աշխատել էին, բայց հազվադեպ էին ճանաչում ստանում։ Տիկին Զուլեյդա, Բեատրիսը բացատրեց, մինչ նրանք սուրճ էին խմում պարզ, բայց հարմարավետ խոհանոցում, ես գիրք եմ գրում ձեր նման կանանց մասին։ Կանայք, ովքեր պահել են ընտանիքներ, ովքեր բախվել են խտրականության, ովքեր համառել են չնայած ամեն ինչին։ Ես շատ կցանկանայի ներառել ձեր պատմությունը։ Տիկին Զուլեյդան վարանեց։ Չգիտեմ, թե արդյոք իմ պատմությունն այդքան առանձնահատուկ է, աղջիկս։ Ես պարզապես արեցի այն, ինչ պետք է անեի։ Մեծացրի իմ երեխաներին, ազնվորեն աշխատեցի։ Հենց դա է, որ ձեր պատմությունը առանձնահատուկ է դարձնում, Բեատրիսը ժպտաց։ Դուք ներկայացնում եք միլիոնավոր հայ կանանց։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ ձեզ հետ հյուրանոցում, այն, թե ինչպես արձագանքեց ձեր որդին, այն վերափոխումը, որը դա առաջացրեց, այս ամենը կարևոր է։ Մարդիկ պետք է իմանան։ Երկար մտածելուց հետո տիկին Զուլեյդան համաձայնեց։ Նա մի քանի կեսօր անցկացրեց, պատմելով իր պատմությունը Բեատրիսին։ Նա խոսեց իր մանկուց Յան մասին Սյունիքի գյուղում, Երան տեղափոխվելու մասին դեռ երիտասարդ տարիքում, ամուսնության, երեխաների, տնային օգնականի աշխատանքի մասին։ Նա խոսեց առօրյա նվաստացումների, արամարանքի հայացքների, այն անգամների մասին, երբ նրան վերաբերվել էին որպես ցածր դասի։ Բայց նա խոսեց ուրախությունների, փոքր հաղթանակների, արժանապատվությունը պահպանելու պահերի մասին նույնիսկ ամենադժվար իրավիճակներում։ Գիրքը, անտեսանելի կանայք վերնագրով, լույս տեսավ այն ճակատագրական շաբաթից 8 ամիս անց։ Տիկին Զուլեյդայի պատմությունը կենտրոնական գլուխներից էր։ Շնորհանդեսը տեղի ունեցավ հենց արքայական պալատում, միջոցառմանը մասնակցեցին պաշտոնյաներ, ակտիվիստներ, լրագրողներ, հասարակ մարդիկ։ Տիկին Զուլեյդան առաջին անգամ համաձայնեց հրապարակայնորեն խոսել։ Պարզ, բայց էլեգանտ հագնված, նա բեմ բարձրացավ որոշակի ամաչկոտությամբ։ Սակայն երբ նա սկսեց խոսել, նրա ձայնը վճռական էր։ Ես իմ կյանքի 78 տարին անցկացրել եմ աշխատելով, մեծացնելով իմ երեխաներին, փորձելով լինել լավ մարդ։ Եվ այդ տարիների մեծ մասի ընթացքում ինձ վերաբերվել են որպես անտեսանելի։ Կարծես իմ աշխատանքը արժեք չունենար, կարծես ես կարող չլինեի։ Այն, ինչ տեղի ունեցավ այստեղ, այս հյուրանոցում, ինձ համար նորություն չէր։ Դա պարզապես մեկ անգամ էր։ Բայց այս անգամ, այն տարբեր էր։ Որովհետև իմ որդին տեսավ։ Որովհետև նա որոշեց փոխվել։ Եվ որովհետև շատ մարդիկ միավորվեցին, ասելու, որ դա ճիշտ չէ։ Նա դադար տվեց, աչքերը փայլում էին։ Ես չեմ ուզում, որ ինձ խղճան։ Ես ուզում եմ, որ հասկանաք, որ կան միլիոնավոր մարդիկ ինձ նման, ովքեր ամեն օր քրտնաջան աշխատում են արժանի են հարգանքի։ Ովքեր մաքրում են տներ, ովքեր խնամում են երեխաներին, ովքեր ուտելիք են պատրաստում, ովքեր այս երկիրը գործող են պահում։ Եվ այդ մարդիկ անտեսանելի չեն։ Նրանք հիմնարար են։ Նրանք արժանապատիվ են։ Ծափահարությունները հուզիչ էին երկարատ։ Մաթոսը Ամանդան, ովքեր առաջին շարքում էին, բացահայտորեն լացում էին։ Պողոսը, ով հատուկ այդ միջոցառման համար էր վերադարձել Փարիզից, չէր կարողանում զսպել արցունքները։
Մարթան շողշողուն էր, հպարտ իր մորով եղբորով։ Միջոցառումից հետո մի երիտասարդ կին մոտեցավ տիկին Զուլեիդային։ Դա սամորթ աղջիկ էր, մոտ 20 տարեկան, հագած սենյակապանուհու համազգեստով։ Տիկին Զուլեիդա, նա ասաց խեղդվող ձայնով, ես այստեղ եմ աշխատում հյուրանոցում։ Ես եկել եմ Մարտունիից 3 տարի առաջ, ավելի լավ կյանք փնտրելով։ Եվ կարող եմ ասել, որ այստեղ տեղի ունեցած փոփոխությունները փոխեցին նա իմ կյանքը։ Նախկինում ինձ վերաբերվում էին որպես ոչնչի։ Հիմա ինձ վերաբերվում են հարգանքով։ Ես ունեմ արժանապատիվ աշխատավարձ։ Ես կարող եմ երեկոյան սովորել, որովհետև իմ ժամերը կարգավորվեցին։ Այս ամենը ձեր շնորհիվ։ Տիկին Զուլեիդան գրկեց աղջկան։ Դա իմ շնորհիվ չէր, աղջիկս։ Դա բոլորիս շնորհիվ էր, ովքեր որոշեցինք, որ ավելի լավին ենք արժանի։ 1 տարի անց այդ շաբաթից, որը փոխեց ամեն ինչ, արքայական պալատը լիովին վերափոխված էր։ Ոչ միայն քաղաքականության պրակտիկայի, այլ էության մեջ։ Այն դարձել էր ազգային հենակետ ներառական հյուրընկալության մեջ։ Ստացել էր բազմաթիվ մրցանակներ հավաստագրեր։ Բայց ամենակարևոր ճանաչումը եկավ աշխատակիցների բավարարվածության հարցումից։ 97%-ն ասաց, որ իրենց հարգված գնահատված են զգում աշխատանքում։ Դա ամենաբարձր ցուցանիշն էր հայկական հյուրանոցային ցանցում։ Պողոսը նույն փոփոխություններն իրականացրեց Կոստա Հոսպիթալիթի-ի բոլոր հյուրանոցներում։ Որոշները ավելի երկար տեցին, որոշները ավելի շատ դիմադրության բախվեցին։ Բայց աստիճանաբար ամբողջ ցանցը վերափոխվեց։ Ընկերությունը հիմնեց կրթաթոշակային ծրագիր աշխատակիցների երեխաների համար։ Ստեղծեց հստակ կարիերայի պլան, որտեղ սենյակապանուհիները կարող էին դառնալ վերահսկիչներ, վերահսկիչները կարող էին դառնալ մենեջերներ։ Իրականացրեց քվոտաներ սամորթ ծայրամասային ծագում ունեցող մարդկանց ղեկավար պաշտոններում վարձելու համար։ Ֆինանսական արդյունքները շարունակեցին զարմացնել։ Կոստա Հոսպիթալիթին դարձավ Հայաստանում ամենամեծ աճ ունեցող հյուրանոցային ցանցը։ Բայց Պողոսը գիտեր, որ իսկական հաջողությունը թվերի մեջ չէր։ Այն նամակներում էր, որոնք նա ստանում էր աշխատակիցներից, շնորհակալություն հայտնելով հնարավորությունների համար։ Այն իր մոր փայլուն աչքերում էր, ամեն անգամ, երբ նա այցելում էր հյուրանոցները, տեսնում փոփոխությունները։ Այն զգացողության մեջ էր, որ ինքը ճիշտ բան էր անում, նույնիսկ եթե դժվար էր, նույնիսկ եթե հետանքներ էր բերում։ Տիկին Զուլեիդան, 79 տարեկանում, դարձավ հիացմունքի արժանի հանրային դեմք։ Նա հրավերներ էր ստանում դասախոսությունների համար համալսարաններում, ընկերություններում, սոցիալական միջոցառումներում։ Որոշները ընդունում էր, որոշները մերժում։ Նրա առաջնահերթությունը մնում էր իր ընտանիքը, իր ընկերուհիները Էրեբունիից, իր պարզ կյանքը։ Բայց նա հասկանում էր, որ իր պատմությունը ուժ ուներ։ Որ այն կարող էր ոգեշնչել փոփոխություններ, ձայն տալ անտեսանելիներին, ցույց տալ, որ արժանապատվությունը չի բանակցվում։ Մի աշնանային կեսօր, ուղիղ 1 տարի անց այն շաբաթից, որը փոխեց ամեն ինչ, ընտանիքը կրկին հավաքվեց արքայական պալատում։ Այս անգամ ոչ թե հարսանիքի, այլ տոնակատարության համար։ Այն սրահը, որտեղ Պողոսը կատարել էր աշխատակիցների հետ այն առաջին դրամատիկ հանդիպումը, որտեղ ազատել էր ընդունարանի աշխատողին մենեջերին, որտեղ խոստացել էր փոփոխություններ, այժմ զարդարված էր խնջույքի համար։ Բոլորն այնտեղ էին։ Տիկին Զուլեիդան, բնականաբար։ Պողոսը, Մարթան։ Մաթոսը, Ամանդան, ովքեր այժմ սպասում էին իրենց առաջնեկին։ Կարենը, ով շարունակում էր մենեջերի պաշտոնում, համարվում էր ոլորտի լավագույններից մեկը։ Ռոզան, մաքրության ամբողջ թիմը։ Էդգարը, անվտանգության աշխատողը, ով ընտրել էր հարցականի տակ դնել անարդար հրամանները, այժմ անվտանգության վերահսկիչն էր։ Եվ տասնյակ այլ աշխատակիցներ, ովքեր ապրել էին վերափոխումը։ Պողոսը խոսք խնդրեց։ 1 տարի առաջ այս վայրում սարսափելի բան տեղի ունեցավ։ Իմ մայրը նվաստացվեց, խտրականության ենթարկվեց, դուրս հանվեց։ Ես կույր էի, կենտրոնացած միայն աճի շահույթի վրա։ Բայց այդ օրը ինձ արթնացրեց։ Ինձ ստիպեց հիշել, թե ով էի ես, որտեղից եկա, թե ինչն է իսկապես կարևոր։ Նա նայեց շուրջը, բոլոր այդ դեմքերին։ Եվ ձեր շնորհիվ, այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդու շնորհիվ, ով համարձակություն ուներ խոսելու, փոխվելու, հավատալու, որ հնարավոր է այլ կերպ լինել, մենք վերափոխեցինք այս վայրը։ Մենք վերափոխեցինք այս ընկերություն։
Եվ, հուսով եմ, մենք նպաստում ենք մեր երկրի վերափոխմանը։ Տիկին Զուլեյդան այնուհետ վեր կացավ։ Նրա ձայնը, չնայած տարիքին, պարզ էր ուժեղ։ Իմ որդին ինձ խնդրեց մի քանի խոսք ասել, ես ուզում եմ ասել շատ պարզ մի բան։ Իմ կյանքի մեծ մասի ընթացքում ես անտեսանելի էի։ Մարդիկ անցնում էին իմ կողքով, առանց ինձ իրականում տեսնելու։ Բայց հիմա ես հասկանում եմ, որ ես երբեք անտեսանելի չեմ եղել։ Ես պարզապես շրջապատված էի մարդկանցով, ովքեր չգիտեին նայել։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ այստեղ, այն էր, որ շատ մարդիկ սովորեցին նայել։ Տեսնել ոչ միայն ինձ, այլ բոլոր նրանց, ովքեր աշխատում են, ովքեր պայքարում են, ովքեր ամեն օր կառուցում են այս երկիրը։ Նա ժպտաց, այդ ժպիտի մեջ կար իմաստություն, կարեկցանք, հույս։ Իսկական վերափոխումը գեղեցիկ հյուրանոցներում չէ, ավելի լավ աշխատավարձերում չէ, գրված քաղաքականության մեջ չէ։ Այն այստեղ է, նա մատնացույց արեց սիրտը։ Այն մարդու արժանապատվությունը ճանաչելու մեջ է։ Մյուսին հարգանքով վերաբերվելու մեջ է, ոչ թե այն պատճառով, որ նա հարուստ է կամ աղքատ, սպիտակ կամ սամ։ Որդ, հարավից կամ հյուսիսից, այլ պարզապես այն պատճառով, որ նա մարդ է։ Եվ դա վերաբերում է բոլոր վայրերին, ոչ միայն հյուրանոցներին։ Այն վերաբերում է տներին, ընկերություններին, դպրոցներին, փողոցներին։ Այն վերաբերում է ամբողջ Հայաստանին։ Ծափահարությունները երկար էին հուզիչ։ Երբ խնջույքը ավարտվեց, բոլորն արդեն հեռացել էին, Պողոսը տիկին Զուլեյդան մենակ մնացին սրահում։ Նա օգնեց նրան նստել, բազկաթոռներից մեկում նստեց նրա կողքին։ Մայր, նա բռնեց նրա ձեռքը, շնորհակալություն։ Ամեն ինչի համար։ Մեզ արժանապատվությամբ մեծացնելու համար։ Ինձ իսկական արժեքներ սովորեցնելու համար, նույնիսկ երբ ես մոռացել էի դրանք։ Ուժեղ լինելու համար, երբ նվաստացվել էի այստեղ։ Եթե դուք չլինեիք, այս ամենը չէր լինի։ Տիկին Զուլեյդան սեղմեց որդու ձեռքը։ Պողոս, դու միշտ լավ տղա ես եղել։ Պարզապես մի փոքր շեղվել ես ճանապարհից։ Բայց նորից գտել ես այն։ Եվ դա է կարևորը։ Դա այն չէ, որ երբեք չսխալվես։ Դա այն է, որ համարձակություն ունենաս ճանաչել սխալը, փոխվել։ Նրանք այնտեղ մնացին մի քանի րոպե, հարմարավետ լռուց։ Անմեջ, մինչ կեսօրվա արը մտնում էր պատուհաններից, ոսկեգույն լույսով լուսավորելով սրահը։ Եվ այդ պահին Պողոսը լիովին հասկացավ։ Այն կայսրությունը, որը նա կառուցել էր, հյուրանոցները, փողը, միջազգային ճանաչումը, այս ամենը երկրորդական էր։ Իսկապես կարևորը այնտեղ էր, այդ կնճռոտ ձեռքում, որը բռնում էր իրենը։ Այդ անվերապահ սիրո մեջ։ Այդ կյանքի դասի մեջ, որը նա հավերժ կկրեր իր հետ։ Տիկին Զուլեյդայի պատմությունը միայն մի տիկնոջ մասին չէր, ով նվաստացվեց, հետո վրեժխնդիր եղավ։ Դա շատ ավելին էր։ Դա Հայաստանի մասին էր, որը գոյություն ունի արտաքին տեսքից այն կողմ, հինգաստղանի հյուրանոցների շքեղությունից այն կողմ։ Դա միլիոնավոր անտեսանելի աշխատողների մասին էր, ովքեր պահում են այս երկիրը։ Դա այն մասին էր, որ արժանապատվությունը ոչ թե ոմանց արտոնությունն է, այլ բոլորի իրավունքը։ Դա անձնական, ինստիտուցիոնալ, սոցիալական վերափոխման մասին էր։ Եվ մինչ արքայական պալատը շարունակում էր գործել, ընդունելով հյուրեր ամբողջ աշխարհից, առաջարկելով շքեղություն, հարմարավետություն, այժմ այն դա անում էր մի բանով, որը ոչ մի մարմար կամ ջահ չէր կարող գնել։ Մարդկայնությամբ։ Յուրաքանչյուր աշխատակից, ով գալիս էր աշխատանքի, ողջունվում էր անունով։ Յուրաքանչյուր հյուր, անկախ իր արտաքինից կամ ծագումից, վերաբերվում էր հարգանքով։ Յուրաքանչյուր որոշում կայացվում էր, մտածելով ոչ միայն շահույթի, այլ մարդկանց վրա ազդեցության մասին։ Այն շաբաթ օրվա նվաստացումից սկսված վերափոխումը շարունակվում էր, օր առ օր, մարդ առ մարդ, հյուրանոց առ հյուրանոց։ Եվ տիկին Զուլեյդան, այն կինը, ով այդքան ժամանակ անտեսանելի էր, այժմ խորհրդանիշ էր։ Դիմադրության, արժանապատվության, հույսի խորհրդանիշ։ Հիշեցում, որ որքան էլ մութ լինի գիշերը, լույսը միշտ ճանապարհ է գտնում փայլելու համար։